Բարև ձեզ, ուրեմն մենք շարունակում ենք ամուսնանամ թե հարստանամ։ Ուրեմն մենք խոսք ենք տվել, որ պիտի խոսանք պրակտիկ, ասենք կիրառական խորհուրդների, որը որ կօգնեն մեկին ընտրություն անելու։ Այսինքն ջահելների մասին է խոսքը, ամուսնանան կամ ընտրեն, ընտրությունը կատարեն, որովհետև ամենակարևորը ընտրությունն է, ոչ թե հարսանիքի ծավալը, այլ ընտրությունը ճիշտ մարդուն գտնելը։ So, գուզենամ խոսեմ, օրինակ ես սկսեմ, ուրեմն այսօր հույր ունենք, ուրեմն կայացած հոգեբան Արմինե Դավթյանը, որը որ շատ օգտակար ուրեմն թե պրոֆեսիոնալ մակարդակով, թե անհատական մակարդակով կարող խորհուրդներ տա շատ ջահելներին, եւ ունենք Ռաֆայելը, որը որ ուրեմն շատ լավագույն ջահելներից ներկայացուցիչն է, որը որ մասնագետ է, ինքը կրթությամբ ֆիզիկոս է, ուրեմն շատ լավ IT-ներից, IT տեխնոլոգիաներից է ուրեմն հասկանում եւ մեր հետ աշխատում է մեր ուրեմն ծրագիրը զարգացնելու համար։ Այս ծրագրի մեջ մենք խոսում ենք ջահելների մասին, ամուսնանալ թե հարստանալ։ Ես ինքս կարծում եմ, որ իմ անձնական փորձի վրա կարամ ասեմ, որ ես սկսա հաջողակ լինել կյանքի մեջ ամուսնությունից հետո, որտեղ մինչև ամուսնություն ուրեմն իմ մտածելակերպը ուրիշ էր, ավելի ցրված էր, ես կարայի շատ ավելի ճիշտ լուծումներ, ճիշտ որոշումներ անել, եթե ես ամուսնացած լինեի ավելի շուտ։ So, եկեք սկսենք։ Արմեն ջան, խոսքը ձեզ։ Ձեր կարծիքով ինչ խորհուրդ կարաք տաք կիրառական ջահել աղջկա, որը որ նայում է ուրեմն ջահել տղամարդուն, ջահել տղային, ոնց իմանա թե այդ տղան ուրեմն հարաբերականով լավն է թե վատն է, տենց ասեմ, որտեղ ինքը իր համար պետք է որոշի լավն ու վատը, բայց որ մի վարկանիշն է, որ կարելի է որակավորել մարդու ընտրության ժամանակ հասկանալը, հա։ Ну, տեսեք, կա մի շատ կարծրատիպ տարածված, որ հոգեբանը խորհուրդ է տալիս։ Ես ասեմ, որ հոգեբանը երբեք խորհուրդ չի տալիս, մասնագետ հոգեբանը երբեք խորհուրդ չի տալիս։ Մասնագետ հոգեբանը առհասարակ հասունացնում է անձի մտածելակերպը, որ ինքը կատարի ընտրություն։ Ընտրություն կատարել։ Ну, այստեղ չկան առհասարակ օրենքներ, օրինաչափություններ, թե ինչպես են մարդիկ ընտրում։ Լինում են շատ տարօրինակ ընտրություններ, հա, նայում ես կայացած գեղեցիկ երիտասարդ է, ընտրում է շատ տգեղ մի աղջկա, որ հենց լավ, ինչու, հա, այս կոնտրաստը շատ մեծ է, հա, բայց կայանում է ընտանիք, ստեղծում են լավ ընտանիք, երեխաներ, զավակներ եւ այլն։ Լինում է ընտիր կայացած, այսպես նայում ես, ասում ես, երնեք սրա տիրոջը, հա, աղջկան ասում ես, երջանիկ է այն տղամարդը, որ քեզ քո ուշադրությանը կարժանանա, առավել ևս եթե ամուսնանում են եւ այլն, եւ ամուսնանում են մի շաբաթ հետո ամուսնալուծվում են, հա։ Այստեղ չկա չափանիշ ինչով է մարդը ընտրություն կատարում։ Ինձ թվում է, այստեղ գործում է
երապատիկ պարանը Աստվածաշնչում կա առակած գրքում մի բան, ասում է երապատիկ պարանը երբեք չի քանդվի։ Այստեղ ես կարող եմ ասել նաև այն 3 ուժերի մասին, որոնց մասին ես խոսել եմ նախորդ մեր ուսուցողական դասախոսությունների վիդեոներում, մարդու ֆիզիոլոգիական, մտավոր եւ հոգեվոր ուժերի ներդաշնակությունն է սկսում աշխատել առողջ ընտրություն կատարելու ժամանակ։ Մի քանի ուղղակի օրինաչափություններ կարող եմ ասել, որ եթե ընտրությունը կատարվում է ֆիզիոլոգիական մակարդակով, այսինքն կրքի, առաջացման մակարդակով, ես շատ ուզում եմ այս կնոջը, բայց ես չեմ գիտակցում, չեմ կարողանում հաշվենկատ լինել իր այս կամ այն հատկանիշը ինձ պետք է, ինքը պատրաստ է ամուսնության պատասխանատվություն վերցնելու, ինքը ինձ ընդունում է այնպիսին, ինչպիսին ես կամ թե ինչպիսին ենք մենք լինելու մտավոր, ինտելեկտուալ հարաբերությունների մակարդակ։ Այստեղ հարաբերությունները չեն կայանում բնականաբար։ Եթե շատ ինտելեկտուալ մակարդակով են ընտրություն կատարում, հաշվենկատ, ընտանիքն են հաշվի առնում, համապատասխանում է, չի համապատասխանում, կրթված է, իր հետ ասենք ես չեմ ամաչի կամ չգիտեմ ինքը գեղեցիկ է, լավ մասնագիտություն, փող է աշխատում, ինքնուրույն է եւ այլն, ամեն ինչ հաշվեկշռված, այսպես պտիճկաներ են դնում, դա էլ չի կայանում, որ եթե չի լինում կիրք, չի լինում զգացմունք, այդ հարաբերությունները չեն հաջողում։ Եթե շատ զգացմունքային են լինում եւ մեջտեղը չի լինում էլի պատասխանատվություն, հասկացում, ընդհանուր հետաքրքրություններ, ընդհանուր գործունեություն, ընկերություն իրար մեջ, լինում է ուղղակի sense այսպես էմոցիոնալ, վայ, այսիշ լավն ենք մենք այսպես, դա էլ չի կայանում։ Պետք է երեքը միտեղ տեղի ունենա ռեակցիա։ Այո։ Իսկ այդ ռեակցիան հասկանալու համար ինձ թվում է կա մի գերբնական ուղեցույց, որը կողմնացույց ասեմ, չգիտեմ, որը չգիտեմ, հաջողված զույգերին պետք է հարցնել, իմ պարագայում, ես չգիտեմ ինչ է կատարվել, բայց երևի ամուրի նետերը կարելի է համեմատել օրինակով, երբ որ ամուրի նետը խփում է, ասենք այդ դիցաբանության մեջ, այդտեղ արդեն դու էլ չես հասկանում ոնց է, ինչ է կատարվում եւ ընտրություն ես կատարում, բայց ընտրությունից հետո արդեն հարաբերությունների կայացման համար պետք է ոնց որ օրինակ այս խաղալիքը շատ հետաքրքիր խաղալիք է, դրանք տարբեր եթե նկատում եք այո տրայեկտորիաներ ունեն, բայց իրանք իրար մեջ ինչ են անում տեղավորվում են, եւ գնում դեպի նպատակ, ինչ որ այսպես հենվում են իրար հետ եւ գնում դեպի մի նպատակ, եւ սրանք կարող են իրար հետ տարբեր կերպ դուրվել, շատ հետաքրքիր մեխանիկա է սա։ Այո, շատ հետաքրքիր։ Ընտրության մեխանիկան է, որ դիդակտիկա են ցույց տալիս, որ երկու տարբեր կերպարներ կարող են իրար հետ շատ ներդաշնակ ձուլվել։ Ես ստեղծել մի ներդաշնակություն։ Սա բնության մեջ այսպես ռոմանտիկ, գիտական, չգիտեմ, հետաքրքիր երևույթներից մեկն է, որը դեռևս ոչ մի գիտություն չի բացահայտել, թե ինչպես է ընտրում կինը տղամարդն, ինչպես է տղամարդը ընտրում կնոջը, բայց մենք կարող ենք ուսումնասիրել օրինակ շատ զույգերի, պատմական հայտնի դեմքերի, կան հայտնի դերասաններ, քաղաքական գործիչներ, գիտնականներ, շարքային ուղղակի մասնագետներ, իրենց շրջապատում մարդիկ թող նայեն այն ընտանիքների զույգերին, որտեղ կա խաղաղություն, ներդաշնակություն։ Եվ թեկուզ զրուցեն իրենց հետ, ինչպես են իրենք հասել դրան։ Ես կարծում եմ բոլորն էլ անցնում են այդ հղկման ճանապարհը։ Չի լինում երբևիցե մի անգամից իդեալական ընտրություն։ Նայեք, ես ուզում եմ մի հատ հարց տամ։ Տեսի, նայեք, շատ անգամ աղջիկը ամանչում է
հարցնի, սկսում է գուշակել, թե երևի սենցա, երևի նենցա։ Ինչ ես կարծում որպես մասնագետ։ Ճիշտ կլինի, որ աղջիկը հարցեր տա, ասի բայեսի ոնց է, օրինակ երեխա սիրում ես կամ ասենք ինչ ես կարծում, մենք պետք է կարծում ես, որ այդ կարգի հարցեր կան, որ եթե մեկ ունի պետք է տա, կամ ընդհանրապես այդ հարցերը իմաստուն են, թե չէ։ Չի կարող տղամարդը իմանալ ինքը երեխա սիրում է, թե չէ, մինչև չունենա իր երեխան։ Ես այդպես եմ կարծում։ Չէ, դուք այդ սիրելու տոկոսը մի զույգ գիտեն, սկզբից չէին ուզում երեխա ունենալ։ Մի զույգ սկզբից չէին ուզում երեխա ունենալ։ Երբ որ ամուսնությունից մի քանի ամիս այդպես ամուսնացած մնում են, այս մարդը ձանձրանում էին իրարի։ Երբ որ երեխան ունեցան, առաջ երեխան շատ իրանց կյանքը փոխվեց, երջանկություն, երեխան լցրեց կյանքը, իմաստավորեց, հետո երկրորդ երեխան էլի իմաստավորվեց ավելի, հիմա տղամարդը ասում է, առաջ չէի ուզում, բայց հիմա տես լավ էլ երեխաներ ես տասում, կարելի է մի քանի հատ էլ ունենալ։ Մի քանի հատ էլ ունենալ։ Այսինքն, այստեղ խնդիրը նրանում չի, որ աղջիկը հարցնի, տղան կարող է ճիշտ պատասխանել, թե ոչ, ես կարծում եմ չի կարող։ Նույնը աղջիկը չի կարող պատասխանել, ինքը քանի երեխա կուզենա ունենա, կուզենա մի հատ ունենա, թե մի քանիսը ունենա։ Բայց կարծում եմ, եթե ինքը ասի կտրուկ չեմ սիրում, ու մեկ էլ ասի չգիտեմ, տարբերություն կա։ Մի ինդիկատոր կարող եմ ասել աղջկա պարագայում, աղջիկը ընտրում է այն տղային, որից ինքը ուզում է երեխա ունենալ։ Դա բնություն է։ Էդի բնությունն է, Եթե ինքը ընդդիմանում է դրան, ինքը կյանքում էլ չի երջանկա։ Եթե այդ բնությունը կանչեց մագնիսը աշխատեց մի տղամարդու նկատմամբ, որից ինքը ուզեց երեխա ունենալ, ինքը ուզում է, որ այդ տղամարդը լինի, անգամ չկայացած տղամարդը լինի իր երեխաների հայրը, իր սրտի մեջ ինչ որ մի կայծ վարեց, այդ ամուսնությունը կարող է կայանալ, հավանականությունը կայացման շատ մեծ է։ Իսկ տղամարդը չի ընտրում երեխա ունենալու ինստինկտով։ Տղամարդը ընտրում է այն ինստինկտով, որ ես այս կնոջ հետ ինձ զգամ տղամարդ, ինչ առումով, ես իրան ապահովեմ, ես իրան, ոնց ասած, իր համար ուժեղ հենարան լինեմ, հաղթող լինեմ, իր աչքին, որը իրեն օգնում է տղամարդ զգա իրեն, կայացած տղամարդ, ուժեղ տղամարդ, տղամարդու պետք է ցույց տալ, որ ինքը ուժեղ է։ Եթե ինքը կարողանա ինքնահատկի։ Այո։ Եթե կինը անդադ ասում է, դու էսի չես կարողանում, դու փալաս ես, դու ես, դու ես, դու երեխեքին չես կարողանում կերակրել, այդ տղամարդը երբեք այդ կնոջ հետ չի կարող իրեն երջանիկ զգալ եւ կայան։ Ես կարծում կինը պետք է գիտակցի տղամարդը ինչպես է ընտրում, ինչ ցանկությամբ ակնկալիքով է ընտրում, իսկ կինը ինչ որտեղ ենթագիտակցորեն եւ ապահովություն է ուզում տղամարդուց, եւ նաեւ ինչ որտեղ այդ ինստինկտով, երեխա ունենալու ինստինկտով է առաջնորդվում, եւ դա կարող է առողջ հարաբերություն ստեղծել։ Բայց եթե չի գիտակցում, որ դա կայացման ընթացք է եւ այդ process-ն է հաճելի, ոչ թե պահի տակ արդյունքը, դա կյանքն է, այդ process-ը առողջ կյանքն է։ Համաձայն եմ։ Եթե կարելի է ուրեմն մի համեմատում բերել, ուրեմն տղամարդը պարզ է, ջութակի պես, մի քանի լար ունի, եւ բավականին հեշտ է այդ ջութակը նվագելը, իսկ ինը դաշտամուր է, այսինքն այնտեղ շատ լարեր կան, այնտեղ նվագելու համար եկամի կյանք է պետք է կինը հասկանալով իր բարդությունները պետք է իր կյանքի խնդիրները բանան է բարձեցնի, այսինքն տղամարդը չի ուզում դաշտամուր նվագի, ինքը պրոստը ուզում է ջութակի եղանակով
այսինքն ուշ լինի այդ դոպամինի ուրեմն արդյունքը իր համար լինի Իրա ներվերը ոչ մեկ չուտի, իրան պահանջներ չդրեն, որտեղ ինքը արդեն գնացել է, աշխատել է, իրանի շնորհակալ լինեն, գոհանան, որ ինքը աշխատել է, բերել է, թեկուզ քիչ խրախուսել, Նա անեկդոտ կա, չէ, ասում է կինը արդյոք կարող է տղամարդուն դարձնել միլիոնատեր, գիտեք, ասում է այո, եթե նա միլիարդատեր է, հիմա ամեն դեպքում կանայք կան, որոնք այնքան են խրախուսում, դու կարող ես, դու կունենաս եւ այլն, ես անձամբ արել եմ իմ կյանքում, որ իմ տղամարդը կայանա այո ու դա շատ օգնում է մեր երեխաների համար երբ որ դու խրախուսում ես տղամարդուն ինքը սկսում է ապացուցել որ դու չես սխալվել ես դա գիտեմ իսկ եթե դու մացնում ես ինքը սկսում է փախչել այո կանացի իմաստություն է խորագիտություն է բնությունից է տրված եթե դու ուզում ես ընտանիքդ կայանա դու պետք է հարաբերությունները ճիշտ կառուցես մի շատ խորիմաստ պատմություն էլ ասեմ երևի այսօրվա մեր ընտրության թեմայի վերաբերյալ մի գյուղական վայրում մի այդպես շատ ոչ հարուստ ընտանիքի երիտասարդ գալիս է մի շատ համեստ աղջկա ուզելու այս աղջիկը ասում է ես համաձայն եմ քեզ հետ ամուսնանալ բայց մի պայմանով հա որ դու ինձ թույլ տաս ես շաբաթական կամ ամսական մի օր ես անեմ այն ինչ որ ես եմ ուզում ու դու պետք է չիմանաս թե ես դա ինչ եմ անում ես հա ու ամուսինը համաձայնում է ասում է հա դա անեմ ինչ որ բան ինձանից չի գնում կթողեմ ազատ տարիներ են անցնում եւ ամեն անգամ այս կինը գալիս է իր ամսվա մի օրը տանից գնում է մի քանի ժամով եւ վերադառնում է տուն հանգիստ խաղալ երբեք չեն վիճում իրենք միշտ հանգիստ են լինում անցնում է տարիներ եւ կինը մահանում է արդեն մեծ տարիքում մահանում է իրենք կայանում են այսպես ստեղծում են հարստություն եւ այլն կինը մահանում է ամուսինը երբ որ իր իրերն է դատարկում մի արկղ է գտնում եւ այդ արկղի մեջ տեսնում է մի քանի տիկնիկ ձեռագործ տիկնիկներ ում մի նամակ է գրված լինում այդ արկղի մեջ, որ եթե դու այս արկղը տեսնես, ուրեմն ես արդեն չկամ, բայց ես ուզում եմ քեզ ասեմ, թե սա ինչ է, ասում է այս տիկնիկները ամեն անգամ ես գործում եմ, երբ որ դու ինձ ցավ ես պատճառում, որպեսզի ես չգոռայի, չնեղանայի, չվիրավորեի, չլացեի, ես սկսում էի գործել, եւ հետո այդ տիկնիկները տանում էին վաճառում էին եւ այդ գումարով մենք գնացինք քո ավտոմեքենան, մեր տունը Այն ինչ որ դու ունես, դա այն նրա հետևանքն է, ինչը որ դու ինձ ցավացրել ես, հա, ոնց որ ասած։ Պատկերացրեք, ասենք, կնոջ ամեստության եւ այսպես ասած նվիրվածության արդյունքը կարող է նաեւ հարստություն դառնալ։ Դա հարաբերական իմաստով եմ ասում, չի ցավացնել իհարկե, բայց յուրաքանչյուր տան խաղաղությունը կինը պետք է գիտակցի մանկությունից սկսած, որ կնոջը ի վերուստ տրված, տղամարդն էլ ինքը զինվոր է, ինքը որսորդ է, ինքը ստեղծող է, ինքը հերկող է, բերող է, կերակրող է, հա, եւ իրար հետ իրար փոխադարձ գնահատելով, հարգելով կարելի է եւ կարիերայի մեջ հաջողության հասնել։ Բնակ իմ ամուսինը երբեք ինձ չի ընդդիմացել, եթե ես ինքը իմ կողքին չլիներ, ես երևի չէի լինի այն, ինչ որ ես հիմա կամ եւ ես իրան շատ շնորհակալ եմ այդ առումով եւ կարծում եմ որ ինքն էլ կխոստովանի որ ես իր կողքին չնայած ասում է շատ հաճախ որ ինչ կլիներ իմ կյանքը եթե դու չլիներ իմ կողքին հա եւ դա պետք է հաճախ ասել հաճախ գնահատել իրար փոխադարձ արված ինչ որ այն նեղությունները որ անում ենք խոսել այն ամենի մասին ինչ որ ձեզ ցավ է պատճառում որովհետեւ դուք դրանով իրար ճանաչում եք
ոչ թե պահանջներ դնել, ի սկզբանե դա հնարավոր չէ իմանալ։ Եթե սկզբում քիմիան կա, համակրանքը կա, սերը կա, ձգողականության ուժը կա, կարելի է դրա վրա կառուցել, բայց հետագայում գալիս է արդեն հոգևոր մակարդակը եւ մտավոր հասկացում եւ հարգանքի մակարդակը։ Հարգել դիմացինին այնպեսին, ինչպեսին ինքը կա, ոչ թե ստեղծել նրան, դարձնել նրան ինչպեսին ես եմ ուզում որ լինի, այլ հարգել նրան այնպեսին։ Եվ ինքը դառնում է ավելի կայացած եւ սովորեցնել նաեւ հասկանալ ձեր իսկ կարիքները, ձեր իսկ դժվարությունները, խնդիրները, ոչ թե կռվով պահանջեր, այլ հասկացման մակարդակով ստեղծել հարաբերություններ, դա կառուցում է ընտանիքը, դա ստեղծում է այսպես ներդաշնակ հարաբերություններ, բայց դա միանգամից չի լինում։ Այո, ես տարիների զրկանքներ են, տարիների անհաջող փորձեր են նաև, հա, բայց ոչ անհնարին եւ հուսահատեցնող։ Ընդհանուր, այո, ես լիովին համաձայն եմ ձեր հետ, որտեղ ամուսնությունը չեմ ասի ծանր, բայց աշխատանք է։ Այսինքն այդ գիտակցությունը շատ կարևոր է, պետք է հասկանալ դու քեզ ինչպես պահես, ամուսինը ինչ է ուզում ասի, շատ անգամ պատճառները չես կարողանում հասկանալ բառերը բոլոր դեպքերում շատ բարդ ամուսնությունը շատ բարդ ուրեմն եւ լավ տեսակ է, պետք է մարդուն ավելի զարգացնում է։ Մենք այսօր հրաժեշտ ենք տալու ձեզ, որովհետև մեր ժամանակը մոտեցավ։ Ես ուզում եմ նորից շնորհակալություն հայտնեմ մեր մասնակիցներին, Ռաֆայելին, Արմինեին, նախ չմոռանամ ասեմ, ուզում եմ, որ դուք մի հատ, եթե հնարավոր է, լայք անեք, subscribe անեք, ասեք ձեր ընկերներին, ուղարկեք մեր նյութը եւ կարեւորը գրեք, թե դուք ինչ եք կարծում, գրեք ձեր հարցերը, մենք կարողանանք մեր լավագույնով պատասխանել ձեր հարցերին։ Ուրեմն Արմինեն խոսած այսօր աղջիկների մասին, ես ուզում եմ տղաներին խորհուրդ տամ, ուրեմն իմ խորհուրդը տղաներին, որոնք որ ման են գալիս աղջիկերք, եթե չեն կարողանում կողմնորոշվեն, իրանք պետք է գնան այդ աղջկա տունը, նայեն տան կառուցվածքը, որովհետև այդ տունը կառուցած է այդ աղջկա մոր ջանքերով, այսինքն տեսնեն տունը մաքուր է, տան մեջ ստրուկտուրա կա, ով է տան ղեկավարը, համաձայնություն կա թե չէ, որովհետև այդ պատկերը, որ ինքը որ տեսնի, կլինի այն պատկերը, որի մեջ ինքը կլինի, եթե այդ աղջկան ընտրի մի 30 տարի կամ 40 տարի հետ։ Ուրեմն ցա կաշ բացատրություններ, իմ մաղթանքներ, որ ուրեմն դուք ավելի նայեք ինչ եք անում։ Բոլոր դեպքերում ես շատ շնորհակալ եմ ձեզանից, բոլորից, կարծում եմ, որ մեր հաղորդումը հետաքրքիր է, միացեք մեզ, գրեք մեզ, եթե դուք ասելիք ունեք, մեծ հաճույքով ձեզ կհրավիրենք ու ձեր բարձրացած հարցերը կքննարկենք։ Ուրեմն հրաժեշտ տալուց առաջ ով ինչ կուզենա ասի։ Արմինե, Ռաֆայել։ Այո, շատ շնորհակալություն այս կարևոր թեմայի շոշափելու, տարբեր մոտեցումները ցույց տալու, ոնց որ ասած, նաև հույս ունեմ, որ շատ մարդկանց համար, ով որ պլանավորում է ընտանիք կազմի, նաև ինչ որ ներքին կամ արտաքին հարցեր ունի չբարձած, որոշակի օգտակար խորհուրդներ կամ
ուղեցույց կլինի մեր այս հաղորդումը, այս զրույցները եւ մի քիչ ավելի վստահ կլինեն իրանց գործողությունների մեջ, երբ որ հարցը կվերաբերվի ընտանիք կազմելու կամ գոնե զույգին գտնելու մասով։ Շատ լավ։ Okay, դե ինչ, խնդրում եմ լայքեք եւ այլն, շատ շնորհակալ եմ, ստեսություն ձեզ, մինչ նոր հանդիպումներ։